Կրթության միջազգային ակադեմիան պետության կողմից հավատարմագրված բուհերի միավորում է, որն 2006 թվականից իր հստակ գործունեությունն է ծավալում հայաստանյան բուհերի զարգացման գործում։ Երևանի Հայբուսակ համալսարանը, որն արդեն 20 տարի է իր ուրույն տեղն ունի կրթության ոլորտում, հանդիսանում է կրթության միջազգային ակադեմիայի անդամ բուհ։ Անդամ բուհեր են հանդիսանում նաև Հայկական բաց համալսարանը, Լազարյանի անվան միջազգային հարաբերությունների ինստիտուտը, Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության եւ ռադիոյի ակադեմիան, Ռոսլին դիզայնի ինստիտուտը, Հայբուսակ համալսարանի բազային քոլեջը եւ ավագ դպրոցը։ 1996 թվականից ակադեմիան ավարտել են շուրջ 5000 շրջանավարտներ։ Նրանք աշխատում են Հայաստանի Հանրապետության եւ արտերկրի պետական եւ մասնավոր ձեռնարկություններում։ Շրջանավարտները կրթությունը շարունակելու լայն հնարավորություն ունեն Հայաստանում եւ արտերկրում։ Կարծում եմ, որ այստեղ շատ կարևոր է տարբեր տեսակի համագործակցությունները, հատկապես շատ ուրախ ենք, որ կարողացել ենք համագործակցության եզրեր ստեղծել Իսպանիայի մենեջմենտի բարձրագույն դպրոցի հետ, որովհետև սա մի հաստատություն է, որը առաջնորդվում է Հարվարդի համալսարանի օրինակով եւ կրթական ծրագրերով։ 1993 թվականից Հայբուսակ համալսարանը լավագույն համագործակցության եւ համալսարանի գործունեության գործում իրենց ուրույն դերակատարումն ունենալու գործում պատվավոր դոկտորների կոչումներ է շնորհում այնպիսի աշխարհահռչակ մարդկանց, ինչպիսին են Քերոլայն Քոքսը, Արկադի Տեր-Թադևոսյանը, Ասլան Աբաշիձեն, Սեյեդ Ալի Սաղյան եւ ինչպես նաեւ Հայաստանաբնակ անվանի գործիչների։ Այսօր համալսարանը պատվավոր դոկտորի կոչում է շնորհում Իսպանիայի մենեջմենտի բարձրագույն դպրոցի հիմնադիր տնօրեն Մարիա Տերեսա Գոնսալես դե Էչավարին։ Շատ ուրախ եմ, որ Հայաստանում եմ, շատ հետաքրքիր երկիր է, ես ուղղակի երջանիկ եմ։ Հայբուսակ համալսարանը արտաքին կապերի զարգացումը շատ բարձր է գնահատում եւ նման մարդկանցով համալրմանը մեծ նշանակություն է տալիս։ Բարձրագույն ժամանակակից կրթությունը չի կարող լինել առանց արտերկրի հետ շփումների, քանի որ կրթությունը անդադ զարգանում է, հատկապես բարձրագույն կրթությունը, եւ այն մոդելները, որոնք հաջողությամբ արդեն 100-ամյակներ աշխատել են եւ այսօր եւս զարգանում են, աշխատում ենք պարզապես բերել, ինտեգրացնել Հայաստանում եւ ներդնել, որքանով դա հնարավոր է հայաստանյան կրթության մեջ, մասնավորապես Հայբուսակ համալսարանի ամենատարբեր ֆակուլտետներում։